երազից տեսա ինչ-որ պետք է ելնիմ ու մի փոքր բուջուր եկեղեցի շինեմ։ Ելականացեցի դե բերտամ տոմի ու եկեղեցի շինեմ։ Այմար քսխոդու չցանդար ինչ եղավ քեզի, չէ՞ դիշինեմ։ Տարիներ առաջ սկսած եկեղեցիների մանրակերտի պատրաստման իր սիրելի գործը մինչ օրս սիրով է շարունակում 64-ամյա Ազատ Եղոյանը։ Սա նրա փոքրիկ արհեստանոցն է, չնայած անհարմարություններին արհեստավորը գտել է տարբերակը իր սիրելի աշխատանքով զբաղվելու համար եւ զարմացնելու շատերին։ Կմպետի մեջնել կանսերվի կրոշկայից եմ տվել, մեջը գինի զապրավկայինս կամ ջուր զապրավկայինս, բացեսքը ջուրը կամ գինին կուկա։ Դեր հայնորեգավորչնելու գինին բացեցի, բաժակը լցվավ։ Զգացի որ ինչ որ վախենակ էլ ինքը։ Առաջինի ես խմի։ Հետո լցրեցի, տվեցի իրան, փոշնեց ու խմեց։ Արդեն 7 եկեղեցիների մանրակերտ է պատրաստել, նվիրել է եղբայրներին ու զավակներին, սակայն հորդորել, որ ոչ մի փայտ չպակասի։ Վաճառելու մասին նույնիսկ չի էլ ուզում մտածել, սա սուրբ գործ է, որքան էլ ջանք ու ժամանակ ծախսեմ, չեմ ափսոսա, նշեց զրուցակիցս։ 4 ամիս է տևե բուջուրները։ Իսկ սիկ արդեն հունվարի 17-ից սկսել եմ, մինչև հիմի առավոտին գուկամ, միած սուրճ կխմեմ, դե որ կանցնեմ գործի հացս է գմորանամ, ջուրս էլ, մեկ գելնիմ դուրս նստիմ մակուրոտին ծխելու մար, հանգստանամ էլի, ամեն հանգստանով շատ կտնեմ, աշկերս մեկ չեմ ծածնա էլի, գելնիմ հանգստանամ նորից գուկա այ մարդ, հաց կեր, կեցիսի գեպրձնեմ, կեցես մեկն է կպցնեմ։ Այս մանրակերտն էլ ռուսական եկեղեցու կրկնօրինակ է։ Ամեն գմբեթին մեկ առ մեկ ընտրված եռանկյունաձև հավասարաչափ փայտի կտորներ է ձևավորել, որ պահպանվի անկյունների հավասարությունը, իսկ ինչ վերաբերում է ամենափրկչի մանրակերտին, այն դեռ շատ աշխատանք է պահանջում։ Շատ աշխատանք է պահանջվում նաև Սուրբ Աստվածածնի կառուցմանը։ Այս հարցով մտահոգված է, բայց պատկերացնում է բարդության այսչանը։ Սովորական քարոքիր իրար վրա շարետես եկեղեցու հետ ուզորներով, բաներով նման կերնի, չի եղնի է։ Մեկ քարն վերցրեցիր, քարագուսի քարը, չէ՞, պիտի տաշես վերջը, մեկ ովը պիտի տաշես ուզոր տաս։ Դե ինչքան ժամանակ կանցնի։ Ճիշտ է այսօր շատերը աշխատանք չունեն, սակայն զրուցակցիս կարծիքով դա պատճառաբանություն չէ, որ երիտասարդները աննպատակ վատնեն իրենց ժամանակը։ Օրինակ որևէ արհեստով զբաղվելը եւ հաճելի է, ցանկության դեպքում նաեւ ֆինանսի միջոց։ Նելի Քալաշյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։